քանի որ այստեղ իրավաբանությունից ցավում է ճիշտն ասած այս ամեն ինչը լսելուց էլի ապացույցի հետազոտումը ապացույց ներկայացնելուց ինչով է տարբերվում դուք ասիք ներկայացնենք ստորագետ հետազոտենք հիմա փորձում եք հասարակ փորձում լավ արհեստական բանականությանը հարց տան ասեմ ինչ է նշանակում ապացույցի հետազոտում ասում են անմիջական ընկալում հրապարակում հարցադրումներ եւ համակցության ստուգում հիմա դուք այս ամենակարևոր պահը հարցադրում տալու եւ դրան պարզաբանում ներկայացնելու որ այս պատճառահետևանքային կապը հասկանան ապացույցի եւ գործի միջեւ ուղղակի շրջանցում եք դուք հերքում եք դուք նույնացնում եք ապացույց ներկայացնելը ապացույց հետազոտելու հետ ես վստահ եմ որ դուք լինելով պրոֆեսիոնալ հանրային մեղադրողներ ձեր մասնագիտական պրակտիկայում վստահաբար ունեցել եք այնպիսի դատական նիստեր որի ժամանակ ապացույց հետազոտելիս հարց են տվել եւ պատասխան են ստացել դուք եք հարց տվել եւ պատասխան եք ստացել այս բանին դուք փորձում եք ձևախեղել ասեք գիտեք ինչ կա քանի որ մենք ներկայացրեցինք դուք էլ դրա վերաբերյալ այսպիսի հայտարարություններ արեցիք մենք համարում ենք որ սա պատշաճ դատավարական ընթացակարգի արդյունքում հետազոտված ապացույց է մինչդեռ ապացույցի հետազոտումը նշանակում է դրա վերաբերյալ հարցեր տալ եւ պատասխաններ ստանալ խնդրում եմ այս տրամաբանության մեջ եւ դա ոչ միայն ինչպես նշեցին 319-րդ հոդվածով է սահմանված, այլ նաև ուղղակի բխում է 325-րդ հոդվածի տրամաբանությունից։ Հետևաբար, երբ որ հարցը տրվում է կոնկրետ, այսինքն ինչ կապ ունի, ինչ է հերքում կամ հավաստում այդ զենքի առկայությունը կամ այդ փորձաքննության առկայությունը, խնդրում ենք հարգելով մեր բոլորի ինտելեկտը եւ իրավաբանական կրթությունը պատասխանեք այդ հարցին եւ մի ապացույցների հետազոտումը ձևախեղեք։ Շնորհակալություն։ Կար կոնկրետ վերաբերության առումով դուք նշում եք ում ավելաբար։ Նա փորձակնության եզրակացությունով էլ պարզվել է հետևյալը, որ այդ փաստություններից որը իրանից ինչա ներկայացնում։ Սա ավելի ցավը այս փուլում չեմ կարող ներկայացնել։ վերաբերելի է 34-43 հոդվածի առաջին մասով և 43-419 հոդվածի առաջին մասով առաջադրված մեղադրանքների թե ոչ։